Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի արդյունքները բավական հետաքրքիր են եւ կարելի ասել բեկումնային։ Ուրեմն ինչ են սրանք որոշել։ Երկու բառով ասած սրանք որոշել են համաշխարհային պատերազմ հրահրել, բայց առանց Միացյալ Նահանգների մասնակցության կամ Միացյալ Նահանգների պասիվ մասնակցությամբ, հիմնականում էշ Եվրոպայի ձեռքով։ Ուրեմն ամերիկացիք հեռանում են Եվրոպայից, բայց չեն ասում, թե մենք լքում ենք Եվրոպան, մենք ուղղակի վերադասավորում ենք, մեր պերեդիսլոկացիա ենք անում մեր ուժերը, գնում ենք Չինաստանի կողմերը, որտեղ Չինաստանին շատ վնաս կա տալու, այնտեղ Ֆիլիպինների երկիր կա, 100 միլիոնանոց երկիր է, կղզի է, որտեղ ամերիկացիք արդեն ունեն իրենց Փաշինյան Նիկոլը, իսկ Սի Ցզինպինի համար դա լուրջ գլխացավ է, որովհետև եւ կղզի է Ֆիլիպինները եւ 100 միլիոն բնակչություն, ամենակարևորը Փաշինյան Նիկոլն է նախագահն դեռ։ Պլյուս այնտեղ կա Հարավային Կորեա, Ճապոնիա։ Ամերիկացիք գնում են, որ իբր այդ հարցերը լուծեն, եվրոպացիներին ասում են, որ դուք զինվեք, մենք ձեզ կզինենք, կօգնենք տեխնոլոգիաներով, ամեն ինչով, պետք եղավ նաև փողով։ Սրանք էլ ինչ են անում։ Ռյուտեն ալյանսի գլխավոր քարտուղարը լոպազացավ, թե արդեն մեր ծախսը դարձել է Եվրամիության երկրների հնայի 4%-ին ենք մենք ասել, մեր պաշտպանական ծախսերը։ Առաջ 1.5-2 էր, մինչև 22 թիվը։ 4%-ը դե առելի թիվ է, դա նշանակում է առնվազն սրանց բյուջեի 25-30%-ը գնում է պաշտպանության վրա։ Պատրաստում են մինչև 5-ի հասցնել։ Ինչ են անում այդ գումարները, վերականգնում են իրենց արտադրությունները։ Դա իհարկե մի ամսվա գործ չէ, բայց դա երկար տարիների գործ չէ։ Իհարկե միջուն են ինժեներներ, մասնագիտացված բանվորներ եւ այլն, բայց ամենակարևորը պոտենցիալն ունեն, ինժեներ բերել հնարավոր է միշտ դրսից։ Հիմա այդքան զիբիլ միգրանտ են բերել, ասել թող մի քիչ ինժեներ բերեն, դա է կանեն։ Փողնել ունեն վճարելու։ Արկտիկայով են շատ հետաքրքրված եւ ասում են, թե Չինաստանը սկսել է Ռուսաստանի հետ Արկտիկայում աշխատել, դա մեծ վտանգ է։ Արա ձեր ինչ գործն է, համաշխարհային Արկտիկայի գրեթե 40%-ը ռուսական սեփականությունն է։ Հիմա Ռուսաստանը տեղ ում հետ կաշխատի, ինչ կանի, ինչ չանի, ձեր ինչ գործն է։ Չէ, վտանգ են տեսնում։ Այսօր հետաքրքիր նյութ կար ՌԻԱ Նովոստիում, ես իմ մոտ հրապարակել եմ, իմ Facebook-յան էջում կա, եթե ցանկություն կլինի, կարող եք մանրամասն ծանոթանալ, թե այդ էշերը ինչեր են անում, ինչեր են ծրագրում, օրինակ մյուս տարի դարձնելու են արկերի արտադրությունը հասնելու է 4 միլիոնի, այսինքն ինչքան ամսական Ռուսաստանն է արտադրում։ Այդ տարեկան կներեք։ Եվ այլն։ Դրանց բոլոր ռազմական պատրաստությունները։ Հիմա սրանք ասում են, թե նախ սրանք չեն թաքցնում, որ պատերազմի են պատրաստվում։ Բայց չեն էլ ասում, որ հարձակողական պատերազմի են պատրաստվում։ Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը երբեք ագրեսիվ մտադրություններ չի ունեցել Եվրոպայի նկատմամբ։ Ինչքան էլ որ Բերլին ա մտել կամ Փարիզ, 3 անգամ մենակ Բերլին ա գրավել ու հետ տվել։ Դա ամենևին էլ ռուսների բանը չի եղել։ Ծրագիրը չի եղել։ Եկել եք մարդիկ, ձեզ Բերլին են ուղարկել հետ, հրավիրել են Բերլինում ջարդել են։ Նույնը Փարիզը։ Ոչ ոք ֆրանսիացիներին չէր հրավիրում Մոսկվա, որ հետո Ալեքսանդր առաջինը գնա հասնի Փարիզ։ Հիմա խնդիրն է նա, որ ստեղ մի կարևոր բանի վրա եմ ուզում ուշադրությունը դարձնել։ Եվրոպայում 2007-ից մեկնարկեց նացիֆիկացիայի process-ը, որը նախաձեռնեցին ամերիկացիք։ Ուրեմն համացանցում կարելի է գտնել Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնևսկուի ելույթը, այսինքն հարցազրույցը Կարմիր հրապարակում մայիսի 9-ին 2005-ի։
Այն մարդը Լեհաստանի նախագահ խոնարհվեց Կարմիր բանակի առջև, ասեց Կարմիր բանակը սովետական զինվորը մեզ փրկեց նացիզմից եւ այլն, պարադին մասնակցեց, թողեց գնաց։ Այսօրվա Լեհաստանի նախագահը լրիվ այլ բան ասում։ Հիմա ինչա Կարմիր բանակը փոխվեց այս 20 տարիների մեջ։ Նույնը մնաց, չէ՞, թե Կարմիր բանակը, թե Կարմիր բանակի սխրանքը։ Փոխվեց Եվրոպան։ Ով փոխել տվեց Ամերիկան։ 2007-ի Մյունխենի Պուտինի հայտնի ելույթից հետո, երբ արդեն պարզ դարձավ, որ Ռուսաստանը երբեք չի դառնա արևմուտքի վասալը եւ ինքնուրույն իր ճանապարհը կշարունակի, հրահանգ եկավ Վաշինգտոնից սկսել նացիֆիկացիայի process։ Օրինակ Կոնևի արձանը Չեխիայում, Պրագա քաղաքում հանեցին հենց հաղթանակի 75-ամյակի նախօրեին, կարա ինչ է 2000-ին հանային, 2000 չէ, հենց այդ process-ը 2007-ից սկսվեց նախ Լեհաստանի նախաձեռնությամբ հիմար էս արևելյան գործընկերությունը նախաձեռնվեց, որի շրջանակներում Հայաստանը ինտեգրվեց, Եվրոինտեգրվեց, Ադրբեջանն ու Բելարուսը հրաժարվեցին։ Հետո սկսեց այդ process-ը, սովետական արձաններ, գերեզմաններ, օրենսդրության խստացում, հակառուսականության խրախուսում, եւ այսօր գործը հասցրին նրան, որ Չեխիայի եւ Լատվիայի նման իբր դեմոկրատական երկրներում կատարյալ նացիստական օրենսդրություն է գործում։ Օրինակ, Ռուսաստանի եւ Ռուսաստանի առաջնորդի մասին դրական խոսք ասելը քրեորեն պատժելի է։ Քրեորեն պատժելի է։ Լատվիայում ռեստորաններում չեն սպասարկում ռուսերեն։ Այստեղ մի հարց կա, երբ դու մեկին փչացնում ես, դու չես կարող ինքդ չփչանաս։ Տեսեք, օրինակ Ֆրանսիան իբր չէ, սոլիդ երկիր է համեմատած Չեխիայի, Լատվիայի, Ֆրանսիան երբեք այդպես օրենք չի ընդունի։ Բայց մանրներին կպարտադրեն։ Բայց ելի եմ ասում, եթե դու նպատակ ես դրել ինչ-որ մեկին փչացնել, դու եկը փչանաս։ Համ մեկին պետք է փչացնես, ասենք ինչ-որ մեկին սովորեցնես ծխել։ Դու եպ դի ծխես, չէ՞ որ այդ լակոտը տեսի քեզ սովորի։ Եվ մեծ Եվրոպան է փչացավ։ Այսօր Գերմանիայում շատ լուրջ նացիստական տենդենսներ կան։ Մերցը նացիստի վաստակա կատարյալ նացիստ է ինքն իր էությամբ, թեպետ պարզը հրապարակավորնա թաքցնում է իր էությունը, բայց արդեն այս նացիզմի վարակը փոքր երկրներից տեղափոխվեց մեծ երկրներ։ Եվ սրանք նենց ախորժակով են պատրաստում այդ պատերազմին, նենց լավ են խոսում, համոզված են, որ ներքին համոզմունք ունեն, որ պատերազմը անպայման կոնվենցիոնալ կլինի, Ռուսաստանը երբեք միջուկային զենքի չի դիմի։ Իսկ նրանք է մաթեմատիկա լավ գիտեն, չէ, հաշվում են, որ մեր հնան այսքան բարձր է ռուսականից, մեր բնակչությունը այսքան բարձր է, ուրեմն մեր հաղթանակը երաշխավորված է։ Ուղղակի ոչխարները թող մի քիչ հաշվեն, թե որքանով էր բարձր Նապոլեոնի Եվրամիության հնան ռուսականից։ Որքանով էր բարձր Միացյալ Եվրոպայի Հիտլերի արդեն հնան ռուսականից, եւ այդ ամեն ինչը շատ ցավալի վերջացավ բոլորի համար։ Դե հիմա ինչ ասենք, պատմությունը սրանց ոչ մի բան չի սովորեցնում։ Ասված իրենց հետ թողնեն ինչ ուզում են։ Եվ իսկը ժամանակն է, որ հայ ժողովուրդը, որը գենետիկ դեմոկրատ ժողովուրդ է, իր ժողովարդչապետի հետ, հենց հիմա գնա Եվրոպա։ Մարդիկ Եվրոպա են գնում, օրենք են ընդունել, որ չէ Եվրամիությունը, եվրաժեկները կարևոր բան են, մանավանդ Խզմալյան Տիկոն էլ է տենց ասում, էլ չեն խոսում Սարգսյան Վարդուշը, Հայրիկյան Պայրուշը, Հարությունյան Շանթուշը, Եսիմինի Ձիբիլուշը, Եվրոպա են գնում։ Հիմա շատ կարևոր է, որ նոր ընդդիմությունը պարլամենտում մի ամսից շատ լուրջ հարցադրում կատարի, այսինքն, եթե դուք Եվրա ճանապարհն եք ընտրել, դուք տեսնում եք, թե Եվրոպան ուր է գնում։ Այսինքն դուք մտնում եք մի կառույց, մի միություն, որը կրվելու է վաղը Ռուսաստանի հետ, դուք դա եք ուզում։
Շատ պետք է որ հայ ժողովուրդը ոչ թե Բարսեղյան Լևոնի հարցադրմանը պատասխանի, թե արդյոք լեննականցին ուզում է առանց վիզա Փարիզ գնալ։ Լեննականցին ասում է ուզում եմ, խի չեմ ուզում։ Այլ հարցադրում տան հայ ժողովրդին։ Արդյոք ուզում ես դու ռուսների հետ վաղը կռվես։ Դա զբաղմունքի է նոր ընդդիմության համար։ Պետք է այս հստակեցնել այս ամեն ինչը, որովհետև էլի եմ ասում, Եվրոպայի միլիտարիզացիան այլևս իրականություն է, իսկ եթե միլիտարիզացիան սկսվում է, նա վերջանում է միայն պատերազմով։ Կասեցնել այդ process-ը հնարավոր չէ։ Օրինակը 30-ականների Եվրոպան, օրինակը դարասկզբի Եվրոպան, 20-ական թվականների, օրինակները շատ են։ Պլյուս Չեխովի հայտնի խոսքը այն մասին, որ եթե հրացանը կախված, պատից առաջի ակտում, վերջինում կամ նախավերջինում, հրացանը պարտադիր պետք է կրակի։ Հիմա, սա շատ կարևոր է։ Հայերը պետք է հասկանան, Եվրարժեքը լավ բան է, ճիշտ է, պեդերաստիան լավ բան է, տրանսգենդերությունն էլ բետար լավ բան է, բայց ձեզ քշում են միտեղ, որտեղ դուք քշելու process-ում սովից կսատկեք, ցրտից կսատկեք, իսկ ինչքան դե որ դիմացակ, գազի գերմանական գներին եւ այլն, հա, դուք պետք է ստիպված կռվեք ռուսների դեմ։ Մտածեք այդ մասն այստեղ։ Մենակ Բարսեղյան Լևոնը չէ էլի, որ իրավունք ունի այս երկրում շուտ հարցադրումներ կատարել, բան անել։ Նոր ընդդիմությունն է թող պարլամենտում խոսի։ Հիմա ինչ է անելու Ռուսաստանը։ Ռուսաստանը ես դեռ վաղուց եմ գրել եւ ասել, որ Ռուսաստանը պրևենտիվ պատերազմի է գնալու։ Այսինքն ռուսները չեն նստի սպասեն, թե երբ պետք է 2029 թվականին Գերմանիայում այս հսկայական գործարանի շինարարությունն ավարտվի, որը օրեկան այսքան արտադրանք տա, այսինքն ռուսները չեն նստի սպասի այն օրվան, երբ մի օր Եվրոպայում մեկը Սալավյովի պես հայտարարի, որ օրեկան մենք արտադրում ենք 100 հրթիռ։ Ռուսաստանը այս Սալավյովի հենց հիմա այդքան արտադրում։ Նրանք կկասեցնեն այդ process-ը։ Պրևենտիվ հարվածներով։ Մի 10-15 տարեշնիկ է, բայց արդեն ռազմական մարտագլխիկներով, ոչ դատարկ բալվանքին։ Հերիկա, որ այս Եվրոպայի միլիտարիզացիայի սրանց այս պարը նես դուրս տա, որ սրանք եւս մի 80 տարի մոռանան իր բանա պատերազմը։ Եվ իհարկե Ռուսաստանի նախագահը կգնա այդ քայլին, որովհետև ունի պատմական օրինակը խալխին գոլի, երբ այդ փոքրիկ պատերազմը Ստալինի կողմից սանձազերծված կանխեց մեծ պատերազմ, Ճապոնիան չմասնակցեց փաստացի պատերազմի, իսկ եթե մասնակցեր, Սովետական միության վիճակը աննախանձելի կլիներ, որովհետև երկու ֆրոնտում երկու հսկայական թշնամու դեմ կռվելը բարդ կլիներ։ Ստալինը կանխեց դա։ Հիմա կկանխվի այս ամեն ինչը։ Կոնվենցիոնալ զենքով, գուցե ոչ կոնվենցիոնալ, բայց անպայման կկանխվի, գործը շատ մեծ պատերազմի չի հասնի։ Ինչքան էլ ամերիկացի օկեանոսի ցենկոմ երազեն կամ բան։ Կամ ինչև է, գործը համաշխարհայինի չեմ կարծում կհասնի, որովհետև ասում եմ, Պուտինը Ստալինի հետևորդն է, ինքը ճիշտ որոշումներ կընդունի։ Հիմա էլի գանք մեր Հայաստանին։ Երբեմն ինձ թվում է, թե սրանք ավելի անմեղսունակ են, քան դարասկզբի դաշնակները։ Նրանք էլ էին ՆԱՏՕ անտանտ գնում, բայց անտանտը արդեն փաստացի չկար։ Ռուսները ինչքան փորձեցին նրանց հետ պահել վատ բաներից, մասնավորապես 20 թվականի սեպտեմբերի պատերազմից, որ այս դաշնակները սկսեցին, օգուտ չտվեց։ Կան Լեգրանի նամակները այս դաշնակ ղեկավարներին, թուրքերի առաջարժները կան, թուրքերին ինչ էին ասում, թող հայերը մոռանան Սևրը, ռուսներն է թող գան, եթե մեզ չեք վստահում, որ մենք ագրեսոր ենք, կանգնեն 14 թվականի սահմանին։ Այսինքն 1878 թվականի սահմանին։ Սրանք արարվեցին, չէ, ասին մեր կյանքի իմաստը Սևրն է,
Ռուսներեն է մեր երկիր ներս չենք թողնի։ Անգլիասիկի ասին դե ֆաս, սրանք է ֆաս եղան 40 օրից կինոն վերջացավ։ Բայց դե իրոք սխալ է ասել, որ սրանք ավելի անմեղսունակ են կամ նրանք են ավելի անմեղսունակ։ Նույն բանն են լրիվ։ Վրացյան Սիմոնն ու Փաշինյան Նիկոլը բացարձակ նույն բանն են այն առումով, որ երկուսն էլ արևմտյան գործիքներ են։ Այն անգամ անգլիասիկ Վրացյան Սիմոնին քշեցին ինչ-որ միտեղ, նա գնաց ինչ-որ այդ միտեղը։ Հիմի արևմուտքը Փաշինյան Նիկոլին քշում է ինչ-որ միտեղ, ինքը գնում է այդ ինչ-որ միտեղը։ Արդյունքը երկու դեպքում են նույնն է լինելու։ Հայաստանը վարի է գնալու։ Մի չնչին տարբերություն կա, որ Վրացյան Սիմոնը թշնամի չէր ժողովրդին, դավաճան չէր, ինքը անկեղծ, ուղղակի անգրագետ մարդ էր, մեղմ ասած, դիպլոմ է չուներ, սա է չունի դիպլոմ, բայց սա գոնե մի 4 տարի համալսարան սովորել է։ Խաբնվեց մարդը, խաբնվեց, երկիրը վարի տվեց։ Սա երկիրը վարի է տալիս առանց խաբնվելու, արդյունքը նույնն է մեզ համար։ Հիմա եվրոպացիք պատրաստում են հսկայական լայնածավալ պատերազմի, ամերիկացիք պատրաստում են նրանց օգնել և փախնում են Եվրոպայից, որ հանկարծ իրենք չխայտառակվեն, որովհետև ամեն Պուտինը կարող է Եվրոպա հագցնել և ամերիկացիք հիմար վիճակի մեջ կգտնվեն, չէ, ՆԱՏՕ-ի 5-րդ հոդված և այլն։ Այո, ամփոփենք, Եվրոպան գնում է պատերազմ, Ամերիկան օգնում է Եվրոպային։ Պուտինը բնականաբար պատրաստում է պատերազմի, այսինքն պատրաստում է կանխել այդ պատերազմը։ Այս արանքում հայերը գնում են Եվրոպա, որովհետև հայ ժողովուրդը եվրաժեք է սիրում։ Եվրաժեք է սիրում։ Հիմա ինչ է մեզ սպասում։ Մեզ սպասում է շատ վատ բան։ Եթե Սամվել Կարապետյանը մինչև տարվա վերջ Փաշինյան Նիկոլի գլուխը չջարդեց, չիշխանազրկեց դրան, որ իմացեք, որ Հայաստան կարող է չլինել։ Ուղղակի կարող է չլինել, որովհետև Հայաստանը, ես բազմիցս անդրադարձել եմ այս հարցին գրավոր բանավոր, բայց մի անգամ էլ ասեմ, այս ֆորմատով չեմ խոսել, այս ֆորմատով էլ ասեմ։ Հայաստանը լուծարման ենթակա երկիր է, որովհետև Հայաստանը արհեստացին է, ինչ-որ մեկը ստեղծել է այս երկիրը, և այդ ինչ-որ մեկն է կարող է լուծարել, վերջացնել այս երկրի վերջը տալ։ Օրինակ տեսեք, Ֆրանսիան անհնար է լուծարել, Ֆրանսիային հնարավոր է հաղթել, օկուպացնել, միջուկային զենքով վերա, ամեն ինչ կարելի է Ֆրանսիան, բայց դու չես կարող այդ պետությունը լուծարել, որովհետև ֆրանսիացիք այդ տարածքում իրենց են կերտել որպես պետություն։ Կարլ Մեծի կայսրության փլուզումից հետո իրենք աստիճանաբար դարձան ֆրանսիացի, այս պետությունը ստեղծվեց և առ այսօր կա։ Անգլիան չես կարող լուծարել, Ավստրիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, բայց Ղազախստանի պես թյուրիմացություն, Ադրբեջան, Մադրբեջան, եղելով կա, Ուկրաինա, Կիրգիզիա, Թուրքիա նաև, որովհետև այսօր թուրքերից չենք խոսի։ Տենց պետություններ է, որոնք ինչ-որ մի հոգու կամքով են ստեղծվել, ինչ-որ մի հոգու ստորագրությամբ, դրանք դատապարտված երկրներ են։ Դատապարտված երկրներ են։ Եվ եթե դրանք իրենց տեղը չիմանան, նրանց ստեղծողը, նրանց մանկաբարձը ամեն րոպե կարող է միտքը փոխել։ Մեր պրոբլեմներից մեկը այն էր, որ մեր 3 նախագահներից ոչ մեկը այս տրիվիալ բանը չհասկացավ։ Նրանք իսրտե հավատում են, որ ունեն Հայաստան, ունեն տարածք, իրանք նախագահ են, ազգային ժողով է ունեն, բանակ է, մանակ է, ինչ-որ հարաբերում են աշխարհի հետ։ Թե որտեղից այդ տարածքն իրենց կամ որտեղից այդ պետությունն իրենց, դա արդեն նրանց քիչ է հետաքրքրում։ Սրանց ընդհանրապես չի հետաքրքրում։ Սրանք այնքան են հավրգե, որ Բրիջիտ Մակրոնի կնիկը, այդ Էմանուելը, ստեղ ասում է Հայաստանը մեր աղբեր երկիրն է, ռուսական զորքն ինչ գործ ունի ստեղ։ Պատկերացնում եք։ Գործը որ ասե։
Հայաստանը մեր հարազատն է, մեր դաշնակիցն է, բայց այդտեղ ռուսական զորք կա, այդտեղ դու այ ոչխար, ռուսական զորքը դու ես բերե կամ Փաշինյան Նիկոլն է բերե այդտեղ։ Այդ ռուսական զորքը Նիկոլայ առաջինն է բերել։ Հետո որոշել է, որ այդտեղ հայեր պետք է ապրեն, ոչ թե վրացի կամ ուզբեկ։ Հետո հայերին պետություն ա տվել։ Հետո անկախություն ա տվել։ Բայց չի ասել, թե գնացեք հակառուսական միությունների անդամակցեք, ինձ վնաս տվեք։ Չի ասել այդպես բան, չէ՞։ Եվ եթե դուք խախտում եք այդ պայմանները, ուրեմն սպասեք ամեն ինչի։ Իսկ այս ժող վարչապետը այնքան է հաբրգե։ Գիտեք, նագլությունն է պետք է չափ ու սահման ունենա։ Ռուսերեն ասում են սվերխնագլաստ, ուրեմն սա գնում է մի ռազմական կառույց, Եվրամիություն, Բարսեղյան Լևոնի ու Բարսեղյան Լևոնի պես-ների հավաքած ստորագրությամբ օրենք ընդունել, որ պետք է գնա տեղ, եւ այնքան ստոր է, այնքան լկտի է, որ ռուսերեն ասում է, գիտեք, ես պետք է գնամ ձեզ թշնամի շատ ուժեղ ռազմական կառույց, իմ ազգը Իջևանը Եվրոպասի է, էլի, եվրոպական քաղաք է, բայց թույլ տվեք ձեր հաշին գնամ, դուք վճարեք դրա համար։ Լավ էս լկտիություն չէ։ Փոքր ժամանակների փոքր երեխեքը միջև մի պատմում են, ասում են, ինչ բանա գերլկտիությունը, ասում, կներեք, գնաց մեկի դրան դեմը քակես, հետո դուրը խփեց, թե թող տուր ինձ։ Փաշինյան Նիկոլի արածն է սա։ Այդ հին անճաշակ սովետական մանկական անեկդոտի հերոսը դարը ինքը այսօր։ Ռուսերեն ասում է, ես պետք է գնամ, քեզ թշնամի կառույց, պետք է որը քո հետ պատերազմի է պատրաստում մինչև 30 թիվը, բայց քո հաշվին գնամ էլի։ Գազին չկպնես, ծիրանս ընդունի, լավն է, վատն է, ոչինչ, աղբերության ու դա ինչ բան է։ Իսկ ռուսները ինչքան կդիմանան սրան։ Ռուսերը կսպասեն Կարապետյանի քայլերին, եթե Կարապետյանը այս ռեժիմը չտապալեց, ինչքան պետք է նրանք օգնեն։ Ուրեմն ռուսները իրանք այս հարցը ուրիշ ձևի կլուծեն այս ժողովրդի։ Ասված է, շատ շուտ գա այն օրը, երբ սա իր ընկեր Մակրոնի օրինակին հետևի եւ հարցը բարձրացնի ռուսական զորքերի հեռացման Հայաստանից։ Ասված է վաղը դա անի, բայց վաղը չանի, վախում է դեռ։ Այդ օրը կլինի հայ ժողովրդի փրկության օրը Փաշինյան Նիկոլից, փրկության սկզբի օրը։ Ինչևէ հետևեք եվրոպական զարգացումներին, Եվրոպայում իրոք հաբրգել են։ Ափսոս մենք 100 տարի առաջ չենք ապրել, չենք կարող մեր աչքի այսօր ենք մենք տեսնում ինչ է կատարվում, մենք չենք լիարժեք չենք կարող պատկերացնել ինչ է կատարվել 100 տարի առաջ։ Երբ Եվրոպան զինվում էր, վերազինվում էր, Հիտլերին էր զինում, արևելք էր ուղարկում։ Ինչեւ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, հայ ժողովուրդը կարող է այս անգամ շահած դուրս գա այս իրավիճակից։ Ի տարբերություն 1920-ի լուրջ դիվիդենդներով կարող է դուրս գալ։ Եթե չլինի Փաշինյան Նիկոլ, եթե գրանտակերությունը վերանա։ Դա այսօր կախված է հիմնականում, չի հիմնականում, 100%-ով կախված է Սամվել Կարապետյանից։ Թողնեսի մի բան մտածի, դրանից ազատի մեզ, Հայաստանն էլ արանքում կշռայի, ոչ Հայաստանի լուծարման հարցը կմտնի օրակարգ եւ ամենակարևորը մի բան էլ ասեմ։ Ադրբեջանը կործանված դատապարտված երկիր է, գոնե նրա համար, որ Ադրբեջանը արևմուտքի անկախտելի մաս է դարձել։ Ադրբեջանին արևմուտք չեն տարել գրանտակերները, ոնց որ մեր մոտ։ Հեղաշրջում Ադրբեջանի բնական տեղն է դա։ Ադրբեջանը այնտեղ կլինի, որտեղ Թուրքիան է։ Իսկ Թուրքիան անկախտելի մաս է արևմուտքի շատ վաղուց։ Անգլիացիների ամենահավատարիմ եւ վասալն է եւ դաշնակիցն է։ 200 տարի շարունակ անգլիացիները փրկել են ռուսներից Թուրքիան, Օսմանյան կայսրությունը, ոչնչացումից են փրկել։ Վերջի անգամ 1945-ին Պոզդամում 200 տարի պայել են Թուրքիան, փրկել են
թուրքերեն ռուսներից։ Ադրբեջանի բնական տեղն է արևմուտքը, ես այդ եմ ասում։ Գրանտակիրները շուտարան Ադրբեջանը արևմուտք։ Այսինքն արևմուտքի կործանման դեպքում կործանում է նաև Ադրբեջանը։ Իսկ ես կասկած չունեմ, որ այս բախման մեջ դա պրևենտիվ պատերազմով կլինի, թե ինչով կլինի, Ադրբեջանը վարի է գնալու։ Հիմա մեզ ինչ ա պետք մինչև պահը, ազգային իշխանություն ունենանք այստեղ, որ մենք մեր կորածը հետ բերենք, թքենք Փաշինյան Նիկոլի սիրած Ալմա-Աթայի դեկլարացիայի վրա։ Եվ ստեղ մեզ լուրջ ֆիգուրա պետք, որը կա, ամենակարևորը կանն ունի, վճռականություն ունի, մի բան չունի, կարող ունի, բայց մենք չենք տեսել, գոնե ես չեմ տեսել այդ կամքին եւ վճռականության հետ մեկտեղ նաեւ պետք է ճիշտ գործել։ Ժամագործի ճշգրտությամբ է պետք գործել եւ օպերատիվությամբ։ Ինչևէ, հետևենք իրադարձությունների զարգացմանը, բաժանորդագրվեք իմ ալիքներին, կհանդիպենք շատ շուտով։